Կաթոլիկ աշխարհը հրաժեշտ է տալիս ապրիլի 21-ին վախճանված Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Քահանայապետի աճյունը տեղադրվել է Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ արդեն այցելել եւ հանգուցյալ պապին վերջին հրաժեշտն են տվել բազմաթիվ ուխտավորներ, այցելուներ։ Քահանայապետի մահվան կապակցությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել։ Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը, ինչպես նաև պապի Հայաստան այցելությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ պապի հոգու հանգստության եւ խաղաղության, ինչպես եւ ողջ կաթոլիկ եկեղեցու հոգեվոր դասի եւ հավատացյալների մխիթարության համար։ Ապրիլի 26-ին նախատեսված է քահանայապետի հուղարկավորության արարողությունը։ Սուրբաթոռի արարողակարգի բաժինը հայտնել է, որ թաղմանը մասնակցելու են պետական ու եկեղեցական առնվազն 130 պատվիրակություններ, այդ թվում մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ ու միապետեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նույնպես մեկնել է Հռոմ մասնակցելու կաթոլիկ հովվապետի թաղման արարողությանը։ Նախօրեին ծրագրված է փակել Սուրբ Պետրոսի տաճարի դռները։ Մի քանի անգամ արդեն տաճարը փակելու եւ քահանայապետի մարմինը հուղարկավորության նախապատրաստելու կարգը հետաձգվել է, քանի որ չափազանց շատ մարդ է ժամանել Հռոմ պապին հրաժեշտ տալու համար։ Ֆրանցիսկոս պապը իր կտակի համաձայն հուղարկավորվելու է Սանտա Մարիա Մաջորե քահանայապետական տաճարում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։